Ուզում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել երկու նման բլոգերների։ Առաջինը Ռոման Բաղդասարյանն է, արմատներով արցախցի բլոգեր, որը դարձել է արցախաֆոբ եւ սկսել է բաժանել Հայաստանի եւ Արցախի հայերին, հարցազրույցներ տալով տարբեր ադրբեջանցիներին։ Բայց ամենահետաքրքիրն այն է, թե որտեղից է նա եկել։ Նա հաջողությամբ ապրել եւ աշխատել է Ռուսաստանում, բառի բոլոր իմաստներով։ Նա պոռնո դերասան էր, նկարահանվել է գեյ ֆիլմերում եւ մարմնավորել կանանց իր մեջ տարբեր առարկաներ մտցնելով։ Իսկապես արժանի մարտարոնի կյանք ու կռիվ ոճի գրառումների համար։ Շատ հեգնական է, որ շատերն են սեղմում նրա ձեռքը։ Ձեռքեր, որ ինչեր ասես չեն առել իրենց ափերի մեջ։ Ռոմանը շատ մտերիմ է Աննա Հակոբյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ։ Չեն կարծում, թե նրանք չգիտեն նրա այլասերված արկածների մասին, կամ գուցե նա տարոնի ցուցակում է հենց այն պատճառով, որ Արայիկն ինքն էլ է LGBT։ Ինչ արժանի կառավարություն ունենք, Տարոն ջան։ Այսօր այս բլոգերը խիստ հակակրանք ունի այսպես կոչված Ղարաբաղյան կլանի նկատմամբ, սակայն նախկինում նա խոնարհաբար վարում էր Սերժ Սարգսյանի միջոցառումները եւ ուրախությամբ լուսանկարվում երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի հետ։